Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան 10,000 դրամով։ Ինչ եք կարծում, ինչ-որ կապ ունի դա գալիք ընտրությունների հետ։ Կարա ասեմ։ Ինքը կարա ամեն ինչ անի ընտրությունների համար։ Ամեն ինչ կարա անի, կարա եւ վատ բան լիքը անի, որը պատիժը ստանա Աստծուց, կարա եւ լավ բան անի, բայց չի իր արած ոչ մի բան լավ բան չկա։ Ոչ մի լավ բան իր արածների մեջ։ Ինքը վատից բացի ժողովրդին վատը տանելու, ժողովրդին կործանելուց բացի ոչ մի բան չի անում։ Ինչ մի լավ բան։ Եթե այսօր մենք այսօրին ենք սրտներս հավոտներ, ինքը իր համար թուրքը իր բարեկամն է, էլի լավը որն է լավը։ Տանելու ստանում են երեխեքին, դե թող բերելուց էլ բերեն։ Ինչի չեն բերում, դե թող իրանցն էլ գնա մերնի կողքը, ինչի չի գնում։ Էլի ինչ լավ բան։ Ինչի մասին է խոսքը, ինչ կարա անի, եթե ինքը 10,000 դրամը մտածում է թոշակառուն, ինչ պետք է անի, գրողը ցավը քո ջանին անի, ինչ պետք է անի թոշակառուն, եթե իր ստացած կոպեկի մեջ չի տեղավորվում թոշակառուն, ինչ պետք է անի 10,000-ը, եթե մոլորվում է, թե ինչի վրա ծախսի, ինչ անի 10,000-ով, ոնց ապրի, ոնց դեղ առնի, ոնց ինչով ապրի, բայց էլ 10,000-ի մասին ինչ խոսք կար, աղջիկս, ինչ, այդ իրանք միլիարդները, որ պարգևավճար ստանում են, կարում են տեղավորվեն, բայց թոշակառուն չի կարա, չգիտեմ աղջիկս, մենակ իրանք պետք է Աստծու դատաստանին արժանանան բոլորը։